Շակալ, դիշակիչ, կասան, աղտներման, երկվատ ծլված։ Պարոն վարշապետը վեր ես ընգել եք մեկների շողում, բուզը ծակվածն ես։ 7 տարի ամեն գալի կանգնում ենք, դուք տեղյակ եք, որ SD-ի որոշումը, Սահմանադրական դատարանի որոշումը, բոլոր որոշումները կառավարության հակասահմանադրական հանեց, որ իրանք հակասահմանադրական են։ Իրանք պետք է մի ամսվա մեջ 2006 թվականին էր այդ վճիռը, պետք է վերանային եւ վերականգնեին մարդկանց սեփականության իրավունքները։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մայիսի 15-ից հետո ձեր հարցերը կլուծվի։ Հենց դարա պրեզիդենտ, այս 5 տոննա թուղթ ենք օգտագործել նամակներով, բան։ Գնում ենք այնտեղ, այնտեղ տշում են ստեղ։ Գալիս ենք ստեղ, ստեղից տշում են քաղաքապետ։ Մենք չենք հավատում քաղաքապետին, որտեղ նա ոչ մի բան անող չի։ Նա ոնց կարող է ասի, որ Զախարյանն եւ Ռոբերտ Քոչարյանը վախտին լափել են։ Ոնց պետք է իրանցից փողերը վեկալեն։ Տարբեր հասցեներում վարձով կամ վարձով, եթե չեմ կարում վարձի փող տամ, փողոցում 5 երեխու հետ փողոցում։ Մեր ապրուստը, մեր տունը, մեր հայրենիքը վերադարձրեք։ Բնա ջնջողն եք։ Դուք պատասխան կտաք։ Իհարկե փաստերը մեր ձեռքն է, բայց ոչ մի կերպ հնարավոր չի ապացուցել, որ հակառակորդի գնդակը ընդամենը շինծու վարկած է։ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը այստեղ է, իմ ձայնը բարձրացնում եմ, թեկուզ մեր պետական այրերը թող լսեն, ինչ է արել իմ երեխեն, որ սպանել են։ Ոչ մեկը պատասխան չի տալիս։ Իսկ ես պարտավոր եմ, ծնող եմ, 18 տարի իմ երեխուն պահել մեծացրել եմ, որ տանեն բանակի բորենիները, իմ երեխու գլուխն ուտեն ու այսօր պատասխան չտա, ով է սպանել իմ երեխուն։ Կամայականությունների նկատմամբ հանդուրժող լինել, մարդասպանների նկատմամբ սիրով վերաբերվել, այս է քարոզում վարչապետը, Նիկոլ Փաշինյանը բանտում է մարդասպանների նկատմամբ ատելություն սերմանելու եւ կամայականությունների նկատմամբ անհանդուրժողականություն քարոզելու համար։ Նույն նպատակով եմ ես այստեղ։